զարգացմանը։ Թեթևատլետիկա մարզաձևը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի։ Մինչ օրս էլ անգերազանցելի է հեռացածկորտ Ռոբերտ Էմյանի Եվրոպայի առաջնության ռեկորդը 8 մետր 86 սանտիմետր, սակայն վերջին տարիներին մարզաձևը մի տեսակ ստվերում էր մնացել։ Փետրվարի 28-ին Հայաստան մարզական միության մարզադահլիճում կազմակերպվել էր թեթևատլետիկայի Երևան քաղաքի ձմեռային բաց առաջնությունը։ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ այսուհետ նման միջոցառումները պարբերական բնույթ կկրեն։ Նպատակը տարբեր մարզաձևերի խթանումն ու զարգացումն է։ Մեր մրցումների ներկա են քաղաքապետի խորհրդական Գոր Վարդանյանը, որի հետ զրուցելուց հետո մենք շատ մեծ սպասելիքներ ունենք հետագայում մեր աշխատանքներից, այն առումով, որ ատլետիկա մարզաձևին պետք է բավականին մեծ ուշադրություն դարձվի։ Երևանի ձմեռային բաց առաջնությունը անցկացվեց կանանց եւ տղամարդկանց օգնական առանձին մրցաձևերից՝ վազք 50, 400, 500, 800 մետր, հեռացած, թռիչք բարձրություն, գնդի հեռում եւ սկավառակի նետում։ 50 մետր վազք մրցատարածությունում աղջիկներից հաղթող դարձավ Հայաստան մարզական միության սան Դիանա Խուբեսերյանը, տղաներից կենտրոն վարչական շրջանի մարզադպրոցի սան Արման Անդրեասյանը։ Խորհուրդ կտամ բոլորը զբաղվեն, հեռանկարային սպորտաձև է սա։ Հաղթողներին պարգևատրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Գոր Վարդանյանը։ Ստացել եմ համապատասխան հանձնարարություններ մեր քաղաքապետից Գագիկ Բեգլարանից, որ ամեն ինչ պետք է անենք սպորտի մշակույթը զարգացնելու։ Հետագայում պետք է ավելի մեծ աշխատանքներ արվի, որ Երևան քաղաքում սպորտաձևերը ավելի ճիշտ սխեմայով զարգանան։ Մրցաշարի առանձնահատկությունը նաև այն էր, որ թռիչք բարձրություն մրցաձևից մրցումներն անցկացվեցին առաջին անգամ 20 տարվա դադարից հետո։ Տարոն Գևորգյան, Գևորգ Մանուկյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Այսքանը այս թողարկման համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։